Խանը, երկվորյակները ու չար կանայք։ Կիրգիզական հեքիաթ։ Ժուկով ժամանակով աշխարհում մի խան է ապրելիս լինում։ Այս խանը 40 կին է ունենում, բայց առանց ժառանգ է լինում, երեխա չի ունենում։ Մի օր խանն իր շքախմբով գնալիս է լինում ու ճանապարհին հանդիպում է 3 քույրերի։ Տեսնելով նրանց, խանը ձին մոտ է քշում ու հարցնում. «Ձեզանից ով ինչ է կարողանում անել»։ Ավագ քույրը խանին պատասխանում է. «Ես տեբետեյներ եմ գործում։ Իմ գործած տեբետեյները ձեռքից ձեռք են խլում, և մի խան չկա, որ դրանից չծածկի»։ Միջնեկ քույրը պատասխանում է. «Մի պտխունձ վարսակի ալյուրից ես կարող եմ մի լիքը կաթսա շիլա եփել ու մի ամբողջ այլի բնակիչների կերակրել դրանով»։ Իսկ փոքր քույրը պատասխանում է. «Ես իմ ամուսնու համար զույգ երեխաներ կբերեմ, մեկը տղա, իսկ մյուսը աղջիկ։ Տղայի ոտքերը ոսկուց կլինի, իսկ աղջկան արծաթից։ Նրանց ամեն մի քայլից գետնի վրա ոսկե ու արծաթե հետքեր կմնան»։ Խանը լսում է 3 քույրերին ու որոշում կնության առնել փոքրին։ Նա մի ճոխ հարսանիք է անում, ջահել կնոջ պատվին սպիտակ ու ճոխ մի յուրտ է կանգնեցնում, բազմաթիվ թանկագին հագուստներ ու զարդեր նվիրում նրան։ Եվ ահա գալիս է այն օրը, երբ խանի ջահել կինը երեխա պետք է ունենար։ «Ես նորածինի ճիչը որ լսեմ, ուրախությունից կրծքիս տակ սիրտս կճաքի», ասում է խանը ու տափաստան գնում որսի։ Այդ ժամանակ հավաքվում են խանի 40 կանայք ու ասում. «Երբ էս ջահել կինը մեր տիրոջ համար երկվորյակներ բերի, մենք էլ կյանք չենք ունենա»։ Նրանք այսպես են ասում ու գնում մի չար պառավի մոտ։ «Խանի ջահել կնոջ նորածիններին սպանիր, ու մենք քեզ առատ վարձք կտանք», խնդրում են նրանք պառավին։ Պառավը համաձայնում է։ Նա թաքուն մտնում է այն յուրտը, որտեղ պառկած էր խանի ջահել կինը, գողանում է նորածին երկվորյակներին, դնում սնդուկի մեջ, իսկ փոխարենը 2 շան ձագ է դնում։ Պառավը սնդուկը տանում է լեռները ու թողնում այնտեղ։ Տուն գալու ճանապարհին նա հանդիպում է խանին, որը գալիս էր որսից, ու հայտնում է նրան այդ նորությունը. «Քո ջահել կինը 2 շան լակոտ է ունեցել»։ Խանը շատ է տխրում ու սկսում է մարդկանցից ամաչել։ Էդ լակոտներին իրենց մոր հետ տար գետի մեջտեղը գտնվող կղզին ու էնպես արա, որ իմ աչքին այլևս չերևան, հրամայում է խանը պառավին։ Պառավը անմիջապես գնում է խանի այլը, սպիտակ ու ճոխ յուրտից հանում է խանի ջահել կնոջը ու շան ձագերին, տանում է գետի մեջտեղը գտնվող հեռու կղզին։ Խանի 40 կանայք պառավին առատ նվերներ են տալիս։ Իսկ հիմա դառնանք խանի երեխաներին։ Մի այծյամ լեռներում թափառելիս տեսնում է սնդուկի մեջ երեխաներին։ Նա ամեն օր գալիս է այդ փոքրիկների մոտ ու կերակրում է նրանց։ Այդպես երեխաները մեծանում են։ Խանը մի անգամ լեռներում որս անելիս գետնի վրա ոսկե ու արծաթե հետքեր է նկատում։ Բռնում է այդ հետքերը ու մի ինչ-որ անձավի հասնում։ Մտնում է ներս և ինչ է տեսնում։ Այնտեղ մի աղջիկ է նստած, որի ոտքերը արծաթից են, ու նաև մի տղա, որի ոտքերը ոսկուց են։ «Ինչքան են ինձ նման», մտածում է խանը ու հարցնում նրանց. «Դուք ում երեխաներն եք»։ «Չգիտենք, թե ումն ենք», պատասխանում են քույրն ու եղբայրը։ «Մենք սնդուկի մեջ ենք մեծացել, և իր կաթով մեզ պահել է վայրի այծը»։ Խանը վերցնում է երեխաներին ու տանում իր հետ։ Նա այլ է գալիս ու իր մոտ է կանչում չար պառավին։ «Դու ինչ արեցիր իմ երեխաներին»։ Հարցնում է խանը զայրացած։ «Ինձ ճիշտն ասա»։ «Ճիշտն ասա, թե չէ հենց հիմա գլուխդ կտրել կտամ»։
Պարավը շատ է վախենում խանի բարկությունից ու ամեն ինչ պատմում է։ Քո ջահել կինը ծնեց այս երկվորյակներին։ Տղան ոսկե ոտքեր ուներ, իսկ աղջիկը արծաթե։ Քո 40 կանայք խնդրեցին, որ ես սպանեմ նրանց, բայց իմ ձեռքը չգնաց դրան։ Ես երեխաներին դրեցի սնդուկի մեջ ու տարա լեռները։ Խանն իր շքախմբով գնում է գետի մեջ գտնվող հեռավոր կղզին։ Նա տեսնում է իր կնոջը, կողքին էլ 2 մեծ շների։ Խանը ներողություն է խնդրում կնոջից, որ նրա հետ այդպես դաժան է վերաբերվել։ Ջահել կինը ներում է խանին։ Հետո նրան պատմում է, թե ինչպես են շան ձագերը փրկել իրեն սովամահությունից։ Նրանք նապաստակներ են որսացել ու բերել կնոջը տվել։ Այդպես էլ նա ապրել է ու դիմացել։ Հիմա արդեն այդ շան ձագերը մեծացել են ու 2 հիանալի շներ դարձել։ Խանն իր ջահել կնոջը մեծ պատվով այլ է բերում, իսկ իր 40 չար կանանց քշում ու ուղարկում է տափաստանը։